Այս կադրերը 24 տարվա վաղեմություն ունեն, նկարահանվել են 1997 թվականի օգոստոսի 14-ին, սիրողական նկարահանում, որը հետո պիտի դառնար Սպարապետի կենսագրության ամենահիշարժան դրվագներից մեկը։ Նախորդին Սպարապետը երազում Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին էր տեսել եւ հիշել նրա այն հոխորտանքը, թե ինքը շուտով Սևանա լճում իր ոտքերն է լվանալու։ Էլչիբեյին յուրովի արձագանքելով Սպարապետը որոշում է լողալով կտրել, անցնել Սևանը եւ ապացուցել, որ մեր լեռնային գեղեցկուհին իր ծփացող գիրկն է առնում միայն ոգով Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսեյ Տրետյակովի հետ Սևանի ափից մինչև Թերակղզի ձգվող 7 կիլոմետրանոց տարածությունը Վազգեն Սարգսյանը լողաց 4.5 ժամում։ Այդ ողջ ընթացքում մոտորանավակով նրան ուղեկցում էին իր հավատարիմ զինակիցներ Մովսես Գեղանգուլյանը, Սմբատ Հակոբյանը, Հակոբ Համբարձումյանը եւ մյուսները։ Հենց Սմբատ Հակոբյանի նախաձեռնությամբ էլ ամեն տարի օգոստոսի 14-ին Սպարապետին մտերիմներն ու ընկերները Կապուտակ Սևանի ափից Սևանի ալիքներին են հանձնում ծաղկեպսակը՝ ի հիշատակ Սպարապետի